Գավառի բժշկական կենտրոնում նաև համակարգչային շերտագրություն կանեն։ Առողջապահության նախարարության աջակցությամբ ձեռք բերված սարքն արդեն հիվանդանոցում է։ Նախարար Անահիտ Ավանեսյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցում է համակարգչային շերտագրության նոր սենյակի բացմանը։ Ուրախ եմ արձանագրելու, որ Գավառի բժշկական կենտրոնը վերջին տարիներին շատ դինամիկ զարգանում է եւ ամեն տարի մենք ավելացնում ենք նոր ծառայություններ, բարելավում է ծառայությունների որակը, ինչը բերում է նաև մարզային բնակչության համար շատ կարևոր հասանելիության խնդրի լուծելուն։ Պիտի նշեմ, որ նաև արևային կայան ունենք արդեն Գավառում, որը որ պայմանավորված նաև եղանակային սպეციფიկ պայմաններով շատ կարևոր է եւ բժշկական կենտրոնը այսուհետ խնայելով իր միջոցները կարող է այդ միջոցները ներդնել ել ավելի նոր սարքավորումների, նոր հնարավորությունների վրա։ Որքան ճշգրիտ են ախտորոշումները, այնքան արդյունավետ է բուժման ընթացքը։ Մարզային բուժ հաստատությունների վերազինման եւ բուժ սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նախարարը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի եւ Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանի հետ քննարկում է Գավառի պոլիկլինիկայի նոր շենքի կառուցմանն առնչվող հարցեր։ Բացի մեր համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորումից մենք մեր դիալիզի բաժանմունքն ենք վերազինել նոր սարքավորումներով, որը մեր պացիենտների սպասարկման որակը բարձրացնելու է։ Մենք նոր սկրինինգային ծրագրեր ենք իրականացնելու մարզային, որը երբեք չի եղել, դա կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգն է, որը նախարարի աջակցությամբ մենք տեղում իրականացնելու ենք, նորածնային սկրինինգներն ենք տեղում իրականացնելու, որպեսզի մեր բնակիչները չհասնեն մայրաքաղաք եւ ժամերով չսպասեն այնտեղ իրենց հերթին։ Առողջապահության նախարարը շրջայց է կատարում բուժկենտրոնի բոլոր բաժանմունքներ, զրուցում բուժանձնակազմի եւ բուժառուների հետ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։